Բարի լույս սիրելիներս, ուրեմն այսօր առավոտյան զեկային տարել եմ, եկել եմ տուն, սուրճ էինք խմում ու ամուսնուս ասացի ինչ կուզես, ինչ առաջարկում է, ինչով սուրճ խմի, ոչ մի բան չէր ուզում։ Հետո ասացի իսկ որ հիմա մի կտոր փախլավա լիներ կուտեիր, ասաց մի կտոր չէ, բայց քեզ կտորից չէ հրաժարվի ու քանի որ ինքն էլ ամեն օր չի որ ինչ որ քաղցր բան ա ուզում, թխված քեղեր ընդհանրապես ինքը չի ուտում, մենակ դառը սև շոկոլադ արդեն գիտեք, ու ես որոշեցի գնամ, քանի որ չէի կարա այդ կարճ ժամանակում գաթայի գնդեր պատրաստեի, գնամ խանութ, առևտուր ունեմ անելու, որովհետև մրգեր էլ չունենք տանը, բայց չէ հիմա չեմ ծանրաբեռնի ինձ, գնում եմ միայն գաթայի գունդ վերցնեմ, ընկույզ ունեմ, այն օր առել ենք, մնացած ամեն ինչ կա, գաթայի գունդ վերցնեմ ու գամ տուն, փախլավա պատրաստենք, երևի պատրաստման ընթացքը առանձին հոլովակում կտեսնեք, չգիտեմ սրանից առաջ թե սրանից հետո, ամեն դեպքում գալու եմ տուն ու փախլավա պատրաստեմ, մի խոսքով գնանք խանութ, այնտեղ չեմ նկարի, շատ չեմ նկարի, միգուցե որովհետև շատ բաներ չեմ գնելու, փախլավան կպատրաստեմ, հետո օրվա ընթացքում կգնամ Lidl, որովհետև մրգերը հիմնականում Lidl-ից եմ առնում, միրգ բանջարեղեն, այնպես որ ընթացքում նորից կմիանանք։ Ամեն օր արդեն ամանորյա տրամադրություն է, մեզ դեռ հարկավոր չի ամանորյա արդ ու զարդեր, սա վերցնեմ, առևտուրս արեցի, գնացի տուն, տարատուն ուզում էի սկսեի, բայց հետո մտածեցի չի ավելի լավ է գնամ Զոյկային էլ բերեմ, նոր հանգիստ խղճով տեսնեմ ինչ եմ անում, եկել եմ, բայց մի փոքր շուտ ա հլը, այսքան բարձացա տեսա, որ երգում են, ասի լավ քանի երգում են, թող մի փոքր էլ մնա, ասեց կարաս մի քիչ զբոսնես հետո գաս, ասի լավ ես էլ կզրուցեմ ձեր հետ, այնքանով ա լավ, որ ամուսինս էլ հենց նոր զանգեց, տանն էի բան չասեց, նոր զանգեց, ասեց կար գործով տեղ եմ գնում, այնպես որ գաս տանը չեմ լինելու, ավելի լավ կգնամ, փախլավան կպատրաստեմ, սուրճը կդնեմ, մինչև ինքն էլ կգա ու սուրճ կխմենք, դեսնեմ այդքան որ ոգևորված էր ինչ անելու, կես կտոր ուտելու ա ու վսո, չնայած որ մեղրով եմ անելու, հենպես է յուղ մուղ շատ չեմ լցնելու, առավոտյան կարելի է մեզ թույլ տալ մի փոքր, ամեն դեպքում գնանք պատրաստենք, բայց ինձ էլ է շատ հետաքրքիր թե ինքը այդ ուր գնաց այդպես, շտապ, որովհետև տունն էի պլաններ չուներ, ես էլ ձեն բնավորություն չունեմ հարցնելու ուր ես գնում ինչի համար, ուղղակի ասեց, որ ինքը ասեց, չնայած հանկարծ չհարցնես ուր եմ գնում, գործով տեղ եմ գնում, շուտ գամ։ Մի խոսքով, այդ էլ այդպես, ես մի պտույտ էլ կանեմ, այս մանկապարտեզի կողքերը Զոյկային վերցնեմ, գնամ տուն, փոխվեմ ու անցնեմ իմ փախլավայի պատրաստմանը։ Հետո արդեն տանից կմիանանք սիրելիներս։ Ահա եւ վերջ պատրաստ է եւ մեր համեղ խաչապուրիները եւ փախլավան, ահա արդեն հոլովակը նկարել եմ ու ասեմ, որ ես կտրել եմ տարբեր հատվածներից, որպեսզի բոլոր հատվածը լինի ու չմտածեք, որ միայն մի հատվածից կտրես գեղեցիկ մի հատվածներ, ահա ինչ համեղություն է, այսպես։ Սիրելիները զանգը տալիս են մեր դրա, դուրը բացում եմ, տեսնում եմ ես բոյով բուսաթով տուփը դրան առաջ դրած է, տենամ հետևից ամուսինս է կանգնած, ինչպես միշտ իր բնավորության համաձայն, ինքը մեր ամանորի նվերը նախապես է գնում միշտ մեկ ամիս առաջ, անցած տարի պիլասոսներ, այս տարի հեռուստացույց էր որոշ է որ գներ, մի խոսքով հլը ինքը հլը լվացվում առաջ չի ելեկե որ տեսնեմ ես ինչ հաշիվ է, ամեն դեպքում գիտենք որ լինելու է, մենք ձմեր պապիկից բոլորս այսպիսի մեծ հեռուստացույց էինք ուզել, բայց ինքը ճիշտ է, մերն էլ էր մեծ, հիմա կասեք, բայց դուք ունեք, բայց ինքը ինտերնետ այդքան լավ չէր աշխատում, ինտերնետ միացնելը YouTube-ան դժվարությամբ էր մտնում, մի խոսքով հեսա բացենք, տեսնենք մեր նվերը։
Ահա, լենտերը կտրելու պատվավոր գործը ինձ են վստահել։ Կտրենք լենտը, բացենք, տեսնենք։ Ահա, բացեցինք, հիմա հանենք, այն հետևի բանը ամրացնենք, որ կախենք պատին։ Ընթացքում կմիանամ ցույց տամ։ Վայ, մամա ջան, մի հատ նայեք հələ, ուրա հասել էս տեխնիկան։ Հələ հեռուստացույցի բարակության նայեք, նույնիսկ ցես մատով կարած չի էլ երևում։ Ես ուղղակի ապշած եմ, ոնց է առաջ գնում, ոնց է զարգանում։ Էս ամրացրեցինք։ Այս հատուկ ես ցենց ընտրել, որ այն մյուս կողմը լինի, հա, որ մեր բաները ընդենց էր արդեն, դե լավ է, թե չէ դինոց տեղափոխենք այդքան։ Հիմա բեր, հա, հեշտ է, չէ՞, այս ծակերից դրանք այն նույնը ամրացնենք ու վсё։ Ահա, դե լավ, ամրացնենք։ Ահա, սիրելիներս, արդեն վերջացրեցինք, ամրացրել ենք պատին, չափը նույնն է, ուղղակի որակական եւ տեխնիկական փոփոխություններն է, առավելություններն է ուրիշ։ Ահա, այստեղ Զոյկան նստած իր ծննդյան վիդեոն է նայում։ Բարասիլինելես։ Ոյ բորի։ Ողջունում ես բոլորին։ Հա? Դե պաչիկներ արա։ Ահա, դե դու էս նայի, մաման շուտ հիմա գնում է խանութ ու գնում է մաման Lidl գա։ Ուրեմն տեսեք, այս աչքս տեսավ ու այս այնքան հարմար է մեր համար, որ երեխեքը սիրում են նստեն գորգի վրա հեռուստացույց նայել ու որ չիփս բանը դնեն, որովհետև խալի վրա որ դնում են այդ մասմզուկները բանա լինում։ Ճիշտ է, ինքը անկողնու համար է նախատեսված, բայց դե մենք անկողնում ոչ մի բան չենք ուտում, որ ուղղակի այսպես դնենք։ Դրանից եմ վերցրել։ Հեսա։ Գնանք, հարմար է։ Ահա, այսպես բանրեղենը, մածուն, այս էներգիա ամպելիքները, երկու հատ վերցրել եմ, կուզես էլի վերցրում։ Էներգիա ամպելիքներն է, սիրում եմ մեկ-մեկ, որ սառը խմում եմ, շատ չեմ չարաշահում, շաբաթը մեկ անգամ, բայց սիրում եմ, որ սառնանում ամեն բան լինում է։ Այսպես սառնարանային, այս են դեպքն է, որ եկել էինք մենակ միրգ առնելու։ Այստեղից տեսնենք ինչ ենք վերցնում։ Այս Lidl-ն է, եվրոպացիների հոգեհարազատ Lidl-ը։ Այ քեզ փորձանք, Ալենս դպրոցում սպորտի ժամանակ մատիկն է վնասել, ահա տեսեք տարբերությունը, ուռել է, կապտել է, չի կարողանում շարժել, արագ գնացինք մանկաբույժի մոտ, ասեց, որ կամ դուրս անգել կամ կոտրված կա, քանի տաք է, ձեռք չտամ ավելի լավ է, տարեք հիվանդանոց, հիմա գնում ենք հիվանդանոց, տեսնենք ինչ են ասում, ինչ է եղել, ընթացքում եթե հարմար պահեր լինի կնկարեմ, ձեզ էլ անպայման կտեղեկացնեմ, թե ինչ է իրականում կատարվել։ Դնում ես, բա հիվանդանոցը Դոնաու շպիտալ է կոչվում, հենց Դոնաուի կողքն է տղես, որ գնում ենք։ Շմեծը, սիրուն է, չէ։ Այդ խորն է։ Հա, այստեղ խորն է, ու էսի ավելի հոսող հատվածն է։ Սել անտառներն է Դոնաուին։ Nächster Halt, next Nein, stop. ist halt mühsam. Innenstadtlau U2. Besichtigen aus und einsteigen. Mind the gap. Liebe Fahrgäste. In allen Ահա, Դոնաու քլինիկ։ Շատ մեծ հիվանդանոց է։ Հիմա պետք է այստեղ գտնենք ինֆալի։ Այս մասկես փակեց տղես արի լավ ես, չէ։ Չես լարվում, չէ՞ իմ արև։ Սող լավ կլինի, իմ սիրտ չնեղվես։ Այս այստեղ մուտքն է, հիմա մտնենք, տեսնենք ուր ենք գնում։ Ասեմ, որ այս հիվանդանոցում առաջի անգամ եմ լինում, ատամնաբուժական կենտրոնում եղել եմ մանկական, բայց այդտեղ չէ, աստված չանի էլի, լինե հաճախակի լինենք, այսպես գնանք ներս տեսնենք, ոնց կստացվի էլի կնկարեմ, ինչ հերթ է, պետք է սպասենք, մտնենք ներս, գրանցվենք, նոր շարունակությունը տենանք ուր են ուղարկելու։ Արդեն 10 տեղ մցրե հանել են, ստեղ մտեք, ընդեղ մտեք, տեսնենք երբ է վերջանում ես մղձավանջը։
Արդեն ուղիղ 3:30 հիվանդանոցում ենք։ Հիմա եկել ենք բժիշկը նայեց, ասեց հա պետք է ռենտգեն անեն։ Հիմա սպասում ենք ռենտգենի սրահի մոտ։ Տեսնենք հոգնել ես։ Ցավում է, բայց տեսնենք ինչ ա լինում։ Ահա 5 ժամ ու կես մեզ տանջելուց հետո իրանց արածը շինը դրեցին։ Ասեց, որ կոտրվածք չկա, լավ է, ուղղակի մի շաբաթ սպորտ չանի, կարա դասի գնա, բայց գրելը չէ, որովհետև ինքը ձախ լիկա, այս էլ ձախ ձեռքն է, չի կարելի շարժել, շինեն պետք է մնա ձեռքի վրա մի շաբաթ, ուժեղ վնասվածք է, մկանային տրավմա է, ասեց լավ է, որ չի կտրվել մկանները, բայց շատ ուժեղ տրավմա է։ Գնացինք։ Գնացինք գլուխս նենց է ցավում, այ։ Գնացինք, ես էլ նամակները դպրոցի համար։ Սիրելիներս, իմ բնավորության համաձայն մի քանի գործ միանգամից եմ անում։ Այս բաստուրման պրծա, մինչև այդ ընթացքում Էլենս շփոթը խառնում էր, մինչև պատրաստ եղավ, ես բաստուրման կսեցի արդեն, հիմա անցնում ենք արդեն շարոցներին։ Տեսնենք հələ շփոթն արդեն ոնց որ թե պատրաստ է։ Ահա, տեսեք, արդեն պատրաստ է, արդեն երևի կլինի 2 ժամից ավելի եփում է այսպես։ Արդեն բերենք, շարոցներն էլ պատրաստ ենք։ Հələ մի հատ տեսեք, ինչ գեղեցկություն է, ոնց է փայլում, հոտերը խառնվել է իրար, մի կողմից ճամանի հոտն է գալիս, մի կողմից այսպես մի քանի օր լվացք փռել չկա, մինչև չորանան այս համովությունները, չկատակ եմ անում, բաղնիքում պառը միացրած, արդեն մեծ պառ ունենք, այնտեղ եմ փռում, այսպես։ Դե սիրելիներս, այս համով նոտայի վրա էր ուզում եմ ավարտեմ այս մեր խառը վլոգը, որում կար եւ ուրախ, եւ ձմեռ պապիկը եկավ, եւ Ալենի փորձանքը եկավ, մի խոսքով կարևորը ամեն բան շատ լավ վերջացավ։ Այսինքն այս համովություններով ասում եմ լավ մնացեք, առողջ եղեք, կհանդիպենք։